Բարև ընկերներ, ինչպես և խոստացել էի, այսօր խոսելու եմ Ալեն Սիմոնյանի, նրա եղբոր, բանակային ընկերոջ և մի շարք այլ բաների մասին։ Բարեկամներ, զգացել եք, որ հայհոյանք են գրում հիմնականում իշխանության համակիրները, ֆեյքերը։ Դա ինչի մասին է վկայում, որ իրենց մոտ բացակայում է հայի արժեհամակարգը։ Ձեզանից շնորհակալ եմ, որ նմաններին չեք արձագանքում իրենց ոճով։ Դուք բոլորդ բարձր եք բոլորից։ Սկսեցինք։ Հիշում եք, խոսել էի Ալեն Սիմոնյանի ընկերոջ ֆիրմայի մասին, որտեղ աշխատավարձները մի քանի ամիս չեն տալիս։ Խոսքը Եվրոասֆալտի մասին էր։ Պարզվում է, Ալեն Սիմոնյանի եղբայրը և վերոնշյալ ընկերը նոր բիզնեսներ են հիմնել։ Հիմա հերթականությամբ։ Ընկերը Վլադիմիր Հովհաննիսյանը 2022 թվականին հիմնել է Վանդոշին անունը կրող ընկերություն, որը զբաղվում է հանքարդյունաբերությամբ։ Արագածոտնի մարզի Կոշ համայնքում զբաղվում է բազալտի հանքի շահագործմամբ։ Բոլոր փաստաթղթերը կտեղադրեմ տելեգրամյան իմ ալիքում։ Իսկ Ալեն Սիմոնյանի եղբայրը Կարլեն Սիմոնյանը նույն Վլադիմիր Հովհաննիսյանի հետ 2024 թվականին հիմնում է Prime Cargo փակ բաժնետիրական ընկերությունը, որը զբաղվում է բեռների փոխադրմամբ։ Ալեն Սիմոնյանի եղբայրը արդեն առանձին հիմնում է նաև Prime Fin փակ բաժնետիրական ընկերությունը, որը ֆինանսական հարցերով է զբաղվում։ Երկու ընկերություններն էլ գտնվում են նույն Ալեք Մանուկյան 9 հասցեում։ Իհարկե բիզնես հիմնելու, աշխատատեղեր ստեղծելու մեջ վատ բան չկա, բայց երբ մեկ ընկերությունը գնում է սննկացման, աշխատողների աշխատավարձերը ամիսներ շարունակ չի վճարվում, իսկ սեփականատերը հիմնում է մի քանի նոր ընկերություն, դա արդեն շատ կասկածելի է։ Վստահ եմ, Ալեն Սիմոնյանը կանդրադառնա այս խնդիրներին, շատ մանրակրկիտ կբացատրի, թե ինչպես է ստացվել, որ ընկերոջ սննկացող ընկերությունը, չվճարելով մարդկանց աշխատավարձերը, ինչպես է կարողանում հանքարդյունաբերությամբ զբաղվել, արդյոք փողերի լվացման մասին է խոսք գնում։ Հիմա անցնեմ անձամբ մեծն Ալեն Սիմոնյանին, ուղղելով հետևյալ հարցը։ Պարոն Ալեն Սիմոնյան, դուք արդյոք Բաղրամյան պողոտայի վրա մի քանի $100,000 բնակարան եք գնել Անելիա Գուբրյանի համար։ Եթե այո, ապա ինչ դրամական միջոցներով եք այն գնել։ Ընկերներ, հուսանք մի պետական կառույց կարձագանքի վերոնշյալ ֆինանսատնտեսական գործարքներին։ Ցանկանում էի անդրադառնալ նաև Նիկոլ Փաշինյանի ամուսնալուծությանը, սակայն ես անձնական տիրույթ երբեք չեմ մտնելու, դա նրա անձնական կյանքն է, բայց հայի համար գլխավոր արժեքը ընտանիքն է։ Դա լավ հիշեք, ընկերներ։ Վաղը ևս սպասվում է շատ կարևոր զրույց ձեզ հետ։ Միասին սկսել ենք շարժել պետական ապարատի անգործության մատված շարժիչը։ Մեր համատեղ պայքարը սկսել է արդյունքներ գրանցել։ Վաղը դրա մասին ևս կխոսեմ։ Հարգանքներով, ձեր Հայը։